Պարոն Խաչատրյան, 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է իրենց օգնության խնդրանքով։ Մեջբերեմ նրա խոսքերը, նա ասում է, որ հայրը մեզ խնդրել են օգնություն տրամադրել, ինչով կարող ենք դրանով էլ պետք է օգնենք։ Մասնավորեցրել էր, որ հայրը դիմել են մեզ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում, նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսիք դա արվեց Մոլդովայի դեպքում։ Ընտրությունները պետք է անցկացվեն այնպես, որ որևէ օտարերկրյա միջամտություն չլինի, որևէ օտարերկրյա ազդեցության գործակալ չկարողանա Հայաստանում որևէ խնդիր լուծել։ Սա դիտենք որպես ելակետ։ Եվ հիմա այս ելակետը համարենք երեկվա Էրդողանի հայտարարության հետ, որ մենք գալիք տարի սիմվոլիկ քայլերի ենք գնալու, ցույց տալու համար, որ խաղաղության դարաշրջանը արդեն եկել է։ Այդ սիմվոլիկ քայլերը ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իմիջը, քաղաքական վարկը բարձրացնելու նպատակ ունեն, որովհետև ինքը հայտարարում է, որ տեսեք, արդեն խաղաղությունը, ես հասել եմ իմ նպատակին, ուրիշները որ գան, այլևս խաղաղություն չի լինի։ Մենք ունենք այնպես որ մի հստակ ազդեցության գործակալ, եւ այդ հստակ ազդեցության գործակալը Նիկոլ Փաշինյանն է։ Դա իմ սուբյեկտիվ քաղաքական գնահատականն է։ Մյուս կողմից այս իշխանությունները արդեն մի քանի ամիս է խոսում են ազդեցության գործակալների, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին, տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական ուժերի են պիտակավորում որպես հիբրիդային պատերազմ մղողներ, որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ, եւ խոսքը վերաբերում է քաղաքական գործիչներին, խոսքը ընդհանուր վերաբերում է Վեհափար Հայրապետին։ Հիմա այս ամեն ինչը երբ դու դնում ես մի հարթության մեջ, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դիմել է օգնության, որպեսզի ստանա, այսինքն դիմել է, որ փող ստանա, որպեսզի պայքարի իր քաղաքական օպոնենտների դեմ, առանց հիմնավորելու, որ ամարդը, բեն մարդը, գին մարդը քաղաքական ներողություն օտարերկրյա ազդեցության գործակալ է։ Սա իմ սուբյեկտիվ գնահատականներով ուղղակի Նիկոլ Փաշինյանին օգնություն է պայքարելու իր քաղաքական օպոնենտների դեմ եւ սա տեղավորվում է նույն լռության տրամաբանության մեջ, որը մենք տեսնում ենք Հայաստանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումներ են, բայց այն քաղաքական ուժերը, վերազգային կազմակերպությունները, պետությունները, ովքեր ասոցիացում են ժողովրդավարության պաշտպանի մտապատկերի հետ, ժողովրդավարության պաշտպանների հետ, մենք չենք տեսնում այն արձագանքը, որը պիտի տեսնեինք։ Նմանապես Մոլդովայի ընտրությունները, Քավլիցի Մոլդովայի ժողովուրդն է, իրենց ընտրությունն է, բայց մենք տեսանք, որ իշխող ուժը վերարտադրվեց մեծամասամբ Եվրոպայից ներողություն Եվրոպայում արտերկրում գտնվող ընտրողների հաշվին, մենք տեսանք, որ բուն Մոլդովայում ընտրությունների պատկերը այլ էր եւ մենք տեսանք, որ օրինակ Մերձդնեստրում կային սահմանափակումներ եւ Ռուսաստանում կային սահմանափակումներ։ Այս ամեն ինչը որ իրար ես բերում, տեսնում ես, որ գիտես ինչ կա։ Ընտրություններից առաջ ոչ միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերում այս իշխանություններին, այլ նաև ֆինանսական, որը ուղղված է լինելու իր քաղաքական օպոնենտներին լրացնելու, արգելելու, բանտարկելուն, սա ընդունելի չէ։ Հիմա Էրդողանը ասում է, որ մենք ակնկալում ենք, որ մյուս տարվա սկզբին արդեն այդ թուղթը կստորագրվի, եւ մենք պատրաստ ենք գնալու սիմվոլիկ քայլերի։ Այդ սիմվոլիկ քայլը ինչ կարող է լինի, սահմանը բացել, որ ասենք մի երկու բեռնատար 4-րդ կարգի ծորեն կամ թուրքական լոլիկ գա այն իրանց նախորդ ձեռբերած համաձայնությունը, որ 3 տարի է խաբում են, որ երրորդ երկրի քաղաքացիներին կամ դիվանագիտական ազնագիր ունեցողների համար բացեն։ Հասկանում եք, չի դիվանագիտական ազնագիր ունեցողների համար ասենք բացեցիր հետո։ Որևէ ոչինչ իրանից չի ներկայացնում։ Բայց դա ուղղակի քաղաքական ուղերձ է ողելու, որպեսզի Փաշինյանի դիրքերը այստեղ ամրանան, որովհետև թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ հասկանում են, որ լավագույնը, ինչի մասին իրենք կարող են երազել, դա Փաշինյանի քաղաքականությունն է։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը
հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ունեն շատ ավելի հայանպաստ մոտեցում։